Ողջույն սիրելի քրիստոնյա, Տերը օրհնա լսիր։ Հովհաննես առաքյալի 15-րդ գլուխ ասում առաջի խոսքը ասում է ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրը մշակն է։ Հիսուս Քրիստոսը ճշմարիտ որդն է եւ հայր Աստվածը իր Սուրբ Հոգով մշակն է։ Ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չի բերում, նա կտրում է նրան եւ ամեն ճյուղ բերողին մաքրում է, որ ավելի պտղաբեր լինի։ Այսինքն ամեն ճյուղ, ամեն մեկը, ով որ մնում է ինձանում, այսինքն Քրիստոսում եւ պտուղ չի բերում։ Մարդը կարա լինի Քրիստոսում, բայց էլի պտուղ չբերա։ Նա կտրում է նրան եւ ամեն պտուղ բերողին մաքրում է։ Պտուղ բերող ճյուղին է Տերը մաքրում, որպեսզի էլ ավելի պտղաբեր լինի։ Ասում է դուք արդեն մաքրված եք այն խոսքի համար, որ ձեզ հետ խոսեցի։ Եթե դու մաքրված ես, դու պետք է կենաս ինձանում եւ ես ձեզանում, ինչպես որ ճյուղը իր անձից է կարող չի պտուղ բերել, եթե որդում չմնա։ Այնպես ոչ էլ դուք, եթե ինձանում չմնաք։ Ես որդն եմ, դուք ճյուղերը, նա որ ինձանում մնում է եւ ես նրանում, նա շատ պտուղ կբերե։ Առանց ինձ չեք կարող ոչինչ անել։ Առանց Քրիստոսի մարդը չի կարա ոչինչ անա։ Անգամ Քրիստոսին մնալով էլ, եթե դու պտուղ չբերես, ես էլ քո հետ, Տերը կտրում է եւ հեռացնում է, եւ Տերը մաքրում է իր Սուրբ Հոգով նրան, ով որ պտուղ է բերում Տիրոջ արքայության փառքի համար, Տերը նրան էլ մշակում է։ Պտուղ բերող ծառին են մշակում։ Եթե մի ծառ պտուղ չի տալիս, ինչ օգուտ կա այդ ծառը մշակելու, այդ ծառի վրա հոգ տանելու։ Տիրոջ Սուրբ Ոգին հոգ չի տանում այն ծառին, ով որ պտուղ չի բերում։ Պտուղ բերողին է Տերը մաքրում, մշակում։ Եվ առանց Հիսուսի ոչ մի բան չեք կարող անեք, բայց Հիսուսի մեջ էլ լինելով, եթե պտուղ չբերեք, էլի մաքրում կտրում է։ Հասկացեք, մեզ պետք է մնալ Քրիստոսում եւ ջանք անել, պտուղ բերել։ Առաջի պտուղը Սուրբ Հոգու սերն է, հավատքն է, հույսն է, երկայնմտությունն է, ժուշկալությունն է, միաբանությունն է, խաղաղությունն է եւ այլը շատ կա։ Սեր դեպի Աստված, սեր մեկնության դեպ, սեր Աստծո արքայության համար, Աստծո խոսքի համար, Աստծուն ծառայելու համար։ Փառք ես Տեր, եղիր օրհնված Սուրբ Հոգու զորություն տոկա քո կյանքի մեջ։ Բժշկվես, զորանաս եւ պտուղ բերես։